Մենք գտնվում ենք Քաջարանի եղբայրական գերեզմանոցում։ Այստեղ են հանգչում Արցախյան պատերազմում զոհված քաջարանցի հերոսները։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այստեղ անմխիթար վիճակ է, որը հարիր չէ ոչ միայն քաջարանցուն, այլև ոչ մի հայի։ Մինչդեռ բացի համայնքային բյուջեից, տարեկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարբեր հարցերի լուծման համար համայնքին է տրամադրում շուրջ 120 միլիոն դրամ։ Պարզվում է տարիներ շարունակ հնարավոր չեղավ կամ էլ առաջնահերթ չհամարվեց ոչ համայնքային բյուջեից, ոչ էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից համայնքին հատկացվող գումարներից որոշակի մաս հատկացնել եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքին։ Մինչդեռ այստեղ ոչ միայն անբարեկարգ է տարածքը, այլև շիրմաքարերն արդեն թեքվել են։ Առաջնահերթ հարցը մեր եղբայրական այսօր գերեզմանոցի մեր դա հարցն է, եւ դա ամենահայրատապարցերից մեկն է, որը անմխիթար վիճակում է, եւ դա այսօր որպես մենք քաջարանցի, որպես մենք սունեց, դա մեզ հարիր չի։ Քաջարանցիները աշխատելով Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կռվում են քարի հետ։ Եվս մեկ անգամ մարդիկ կռվեցին Արցախում թշնամու դեմ։ Խնդրում եմ կոմբինատի պետբյուջե հաշվին կամ քաղաքապետարանի որոշակի հաշվին օգտակար եղեք, եղբայրական գերեզմանոցը թող լինի իդեալական, քանի որ մարդիկ ոչ թե միայն իրանց ընտանիքի համար են զոհվել, մարդիկ զոհվել են հանուն մեր հայ ազգի։ Դե որ հարցը տալիս ենք իրանք ասում են արել եք մենք մեր հնարավորության սահմաններում, բայց ես սպասում եմ ավելի բարձր հնարավորության սահմանները, որովհետև շատ կա կոմբինատը հովանավորում է, թող լինեն ղեկավար են, կարգավոր են։ Մշտական աշխատող է այնտեղ պետք է, որ հետևի, խոսք են տվել, որ կվերականգնեն։ Ջուր կա, ջուրը չի գալիս։ Արձանները հողը նստել է երևի, օրինակ իմ եղբոր հուշարձանը, քարը թեքվել է արդեն։ Թեքվել է, վատ էր տեսքը։ Դրա համար իմ մայրը մի տարի առաջ մահացավ։ Անդհատ մեզ հետ կռվում էր։ Տղայիս հանեք, տարեք իմ կողքը։ Մենք չէինք թողում, մամ չի կարելի իր ընկերներից հանել։ 1992 թվականի Քաջարանի ջոկատի հրամանատար Արթուր Մարգարյանի քույրը Տիկին Լիլիկը եղբայրական գերեզմանոցի այս վիճակը անհարգալից վերաբերմունքի միակ դրսևորումը չի համարում նահատակ հերոսների հանդեպ։ 94 թվականից մինչև այսօր Քաջարանի համար երկրորդ դպրոցը փաստաթղթերով, ասեք, փաստաթղթերով Արթուր Մարգարյանի անվանն է։ Ինչի չեն արել, ինչի չի արել քաղաքապետը, ինչի չի արել, երբ որ կա պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Վազգեն Մանուկյանի, նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետ, չէ, Լևոնը չկար այն ժամանակ, Լևոնը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նամակները, որ դպրոցը կոչում է, այո, օրենքը հետադարձ ուժ չունի։ Ինչի չեն անում։ Ով է տեսել, որ զոհված ազատամարտիկների նկարը հետին պլան քաշեն եւ առաջի շարքում դնեն Հակոբյանների բոլորի նկարները կամ այսօր ղեկավարներին դնեն։ Կարելի է այդպիսի բան անել։ Կարելի է։ Դա ինչ է, իրանք է գնաց է հայրենիքի համար կռիվ տվել։ Չէ, այդ նույն որ շարքերով կանգնած էին, դրանք փախել էին, Մոսկվաներում էին, այստեղ մկանցակերում էին։ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը վառ պահելը պետք է լինի յուրաքանչյուր հայի համար պատվի ու արժանապատվության հարց։ Դա անհրաժեշտ է մեզ ապրողներիս ու գալիք սերունդներին։ Գայանե Բալայան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։